Այսօր առավոտից խուզարկումներ են եւ ձերբակալություններ են սրբազան պայքարի աջակիցների շրջանակներում։ Ինչպես կմեկնաբանեք այս ամբողջ գործընթացը։ Դե ասեցին, մենք գնում ենք դեպի տոտալ բռնապետություն, դեպի բանանային հանրապետություն։ Այն մարդիկ, ովքեր խոստանում էին թավշյա դեմոկրատական Հայաստան, մեզ բերեցին բռնապետության։ Եվ հիմա հետապնդում են ընդդիմությունը, շատ հնարավոր է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի խնդրանքով։ Իսկ այս ամենի վերջնական կետը ինչ կարող է լինել։ Օրինակ կարող են, չգիտեմ, ամենայն հայց կաթողիկոսին ձերբակալել կամ Պարզվում է, որ ամեն ինչ էլ կարող են անել, որովհետև նախ մեր ընդդիմությունը գոյություն չունի, մեր վերնախավը քաղաքական գոյություն չունի, եւ ժողովուրդն էլ բոլորից հոգնած, արդեն հույսը կորցրած, այլևս ոչինչ չի անում, քանի որ շատ անգամ փորձել էր ինչ-որ բան փոխել, դուրս եկել փողոց, բայց եկան նույն անհաջող ղեկավարները ընդդիմության, որոնք ամեն ինչ տապալեցին, այն էլ մի քանի անգամ։ Իսկ ինչպես եք վերաբերվում իշխանափոխության պլանին, այնտեղ ցուցակներ կային, ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի, այդ թվում նաև ձեր անուններ նշված որպես արտաքին գործերի նախարար հնարավոր։ Ես չեմ տեսել այդ փաստաթղթերը, չգիտեմ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Բագրատ Սրբազանին եւ աջակցում եմ իր շարժմանը, բայց ես չգիտեի, որ այդպիսի ցուցակներ գոյություն ունեն։ Իհարկե մեծ պատիվ է, որ այդպիսի տեղ են ուզում առաջարկել։ Ես այդպես առաջարկներ չեմ ստացել եւ ինձ որևէ մեկ այսպիսի բան չի ասել կամ այս փաստաթղթերը ցույց չեն տվել։ Բայց դա իհարկե պատիվ է համար, չնայած կարծիքով մի քիչ գուցե հիմա տեղին չէ դրա մասին խոսելու, որովհետեւ կարևոր այն է, որ այս հայտարարությունը, այս ողբերգությունը մեր երկրում վերջանա։ Իսկ աթոռներ կիսելը կարելի է թողնել ապագայի համար, այն էլ այնտեղ կիսողները շատ էին։ Չգիտեմ, քանի որ այդ փաստաթղթերը առաջ անգամ եմ տեսել հենց նոր սոցցանցերով, բայց փաստային է, որ որոշ մարդիկ շատ վատ խորհուրդներ տվեցին այս շարժման ղեկավարներին եւ այն ժամանակ, երբ որ մենք ունեինք տասնյակ հազար մարդկանց աջակցությունը, այդ աթոռակռիվը, այդ եսասիրությունը եւ իշխանության գալու այդ մոլերանտ ցանկությունը ավելի կարևոր գտնվեց, քան այս շարժման հաջողությունը։ Իսկ ժողովուրդը ձեզ ինչ պետք է անի, այ դուք ասում եք, որ նրանք հոգնել են։ Դե մարդիկ հոգնել են անընդհատ բողոքել, դուրս գալ, ինչ-որ մեկի հետևից գնալ, հետո տեսնել, որ որևէ պլան չկա, որ նույն մարդիկ են, ում մոտ ոչինչ չի ստացվում։ Եվ մի կողմից իհարկե ճիշտ չէ, որ ժողովուրդը ավելի пассив է դառել հիմա, բայց մյուս կողմից հասկանալի։ Դա մարդկանցից հարցրեք, ինչ են կարծում սրա մասին եւ ինչ են ուզում անել, որտեղ մենք կամաց կորցնում ենք մեր փոքրիկ հանրապետությունը եւ տեսնում եք ինչ մեթոդներով է այս իշխանությունը գործում։ Եվ հետո տեսնում եք, թե ինչեր են գնում Facebook-ի վրա։ Սա կոսմիկ հայտարարություն է։ Տեսակ, որ արդեն արտասահմանում որոշ լրատվամիջոցները սկսել են հրատարակել այս Facebook-ում գրած այդ բաները, մեսեջները, եւ սա դառնում է ուղղակի տիեզերական հայտարարություն այ ժողովրդի համար։ Իսկ փողոցային պայքար կանխատեսում եք։ Իմ կանխատեսումը այստեղ կապ չունի, պետք է հարցնել մարդկանց, նրանք ինչ են կարծում։ Պետք է բոլորս նստենք, ոչինչ չանենք, ինչ-որ բան անենք, ով կլինի հաջորդ ղեկավարը, այդ ղեկավարի մոտ քանի մարդ կգայելի աթոռ կիսելու, հիմար խորհուրդներ տալու, դրա մասին էլ պետք է մտածել։ Ինչ կարելի ասել, շատ ողբերգական իրավիճակ է, կառավարություն չի, ընդդիմություն չի, վերնախավ չկա, մարդիկ պայքարում են իրենց եսասիրության համար, չեն կարողանում մի կողմ դնել իրենց էգոն եւ մտածել ժողովրդի մասին, ժողովուրդն էլ пассив, այսինքն հույսը թողած, ապայծայի մեջ, ոչ մեկին չի հավատում, այսպես իրավիճակ է։